Այսօր մեզ է միացել քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, բարև ձեզ։ Զվարթնոցում ստորագրվեց թրիփի մասին շրջանակային համաձայնագիրը Հայաստանի արտգործնախարարի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի միջև։ Հրապարակվել է նաեւ տեքստ, արդեն չգիտեմ հասցրել եք ցանոթանալ թե ոչ, ինչ նշանակությամբ հաստատվող է դա։ Դա զարգացնում է այն մոտեցումները, որոնք մինչ այդ օգոստոսի 8-ի ու դեկտեմբերի փաստաթղթերի մեջ արտահայտվել են, բայց ճիշտ ասած նոր փաստաթղթին դեռ տեղյակ չեմ։ Եթե մի քանի օր հետ գնանք նկատելով թուրքական ակտիվությունը սահմանի մասին հայտարարությունները երկում առևտուր սկսելու, կարող ենք ենթադրել, որ բխում է հենց այս փաստաթղթից։ Այո, դա փոխկապակցված է, որովհետև Թուրքիան հայտարարում է, որ այս պայմանությամբ ունի ակնկալիք ընտրություններից հետո եւ սահմանադրական հանրաքվե է ուզում, բացի այդ, մինչ այդ հայտարարվել է նաեւ, որ պետք է թրիփը բացվի եւ թրիփը որպես կարևոր պայման է հանդիսանում Թուրքիայի համար։ Այսպիսով այս թրիփը փոխկապակցված է նաեւ Թուրքիայի հետ գործընթացի հետ։ Բայրամովն էլ մեկնում է Միացյալ Նահանգներ, միգուցե սա էլ է հենց այդ կոնտեքստում։ Ամենայն հավանականությամբ, որովհետև պարզ է, որ թրիփը մի կողմից երկկողմանի ԱՄՆ-ի հետ, բայց մյուս կողմից պարզ է, որ նաև որ երակողմ է, որովհետև հիմնական շահագրգիռ կողմը ստեղ Ադրբեջանն է։ Կամ մի կողմ էլ այդ մասին այսօր ակնարկել է նաև Հայաստանի արտգործնախարարը, երբ հարցրել են, թե Ռուսաստանը կարող է մասնակցություն ունենալ։ Ռուսաստանը այդպիսի ցանկություն հայտնել է, բայց ինչպես։ Դե մի կողմից Ռուսաստանը ունի այո ցանկություն, բայց մյուս կողմից հունվարին, փետրվարին երկու անգամ ասվել է, որ այդ հնարավորություն չկա, այսինքն այդտեղ չկա Ռուսաստանին միանալու եւ այսպիսով ես չեմ տեսնում այդ հնարավորությունը։ Միակ հնարավորությունը, որը դիտարկվում է հայկական կողմից, դա Հայաստանի ուրիշ վայրերում երկաթգծերի հետ կապված ներդրումներ եւ այլն, հա, բայց դա արդեն այդքան էլ թրիփը չի։ Չէ, բայց ընդհանուր թրիփը ներառում է, դա ասենք ռուսական կոնցեսիոն կառավարումը արդեն առնչվում է այդ մասով թրիփի։ Տեսեք, երկաթգծի կառուցումը հենց այդ հանգամանքը նկատի ունի։ Երկաթգծի կառուցումը, եթե խոսում է Հայաստանի հարավի մասին, ապա այդտեղ չի ենթադրվում Ռուսաստանի մասնակցությունը։ Ռուսաստանի մասնակցությունը կարող է ենթադրվել տեսականորեն որոշ ուրիշ հատվածներում, օրինակ Ֆիոլետովո-Վանաձոր հատված կամ օրինակ Կարս-Գյումրի հատված, եթե բացելու հետ կապված Կարս-Ախալքալակ հատված, որի մասին։ Ну Կարս-Ախալքալակ հատվածը դա, այսպես ասած, դա Հայաստանի տարածքով չի, բայց Գյումրիից Ախալքալակ գուցե այս պայմանությամբ նման երկաթգիծ չկա, բայց գուցե դա հնարավոր է, բայց ամեն դեպքում դա կարճաժամկետ եւ փոքր նախագիծ չէ, դա շատ մեծ նախագիծ կլինի, որովհետեւ բավականին երկար է եւ բարդ ռելիեֆով։ Այս պայմանությամբ դա չի քննարկում, որովհետեւ քննարկում է, եթե Կարս-Ախալքալակին միանալու մասն է խոսքը գնում, ապա Գյումրիով անցնում է, բայց հետո գնում է Այրումով եւ հետո դեպի Թիֆլիս երկաթգիծը։ Հայ-ռուսական հարաբերությունների նկատելի լարվածություն այս օրերի դուք ուղիղ ինչի եք եկել։ Դե պարզ է, որ անհամաձայնություն կա լայն շրջանակի հետ կապված քաղաքական հարցերի եւ հրճակված քաղաքական կուրսի, բայց կոնկրետ այժմյա այս լարվածությունը անմիջապես կապված է Զելենսկու այցի եւ իր հայտարարությունների հետ։ Այսինքն միայն Զելենսկու։ Հիմնականը սա է, այսինքն այն, որ Զելենսկուն տրամադրվել է հարթակ, որ նա սպառնա Ռուսաստանին, որ Կարմիր հրապարակին հարվածելու է, դա որակավորվել է Ռուսաստանում որպես արդեն թշնամական քայլ։ Եթե Զելենսկին այդ հայտարարությունը որևէ այլ երկրում աներ, այդպիսի ռեակցիա չէր լինի Հայաստանի նկատմամբ չէր լինի, այդ երկրի նկատմամբ գուցե, բայց պարզ է, որ ընդհանուր ֆոն կա, սա կոպիտ ասած վերջին կաթիլն է, բայց սա կարևոր հանգամանք է այս լարվածության տեսանկյունից։ Զելենսկու այցն է ստիպում Մոսկվային Հայաստանի առջև դնել պայման Եվրամիություն թե Եվրասիական տեսանկյունից։ Չէ, ընդհանուր առմամբ այս Եվրամիություն թե Եվրասիական միություն այս թեման Հայաստանի գլխին ոնց որ կախված է վերջին գրեթե 15 տարի, երբ Հայաստանը սկզբից սկսեց բանակցություններ արևելյան գործընկերության շրջանակներում, հետո
Մաքսային միության շրջանակներում, հետո Հայաստանը ստիպված է եղել այդ ընտրությունը կատարել եւ այդ ընտրությունը Հայաստանի առջև դրվել է թե Բրյուսելի թե Մոսկվայի կողմից, այն ժամանակ Մոսկվայի փաստարկները համարվել են ավելի ծանրակշիռ, իշխանությունը ընտրել է Մաքսային միություն եւ հետագայում Եվրասիական միություն, հետո փորձել է զարգացնել Եվրոպական միության ուղղությամբ եւս հարաբերությունները, հիշում ենք ՍԵՊԱ համաձայնագիր 2017 թվականին, հետո շարունակվել է, վերջին տարիներին հռչակվել է որպես արժեքային քաղաքական եւ աշխարհակահաղական ուղղություն ԵՄ եւ հիմա գալիս ենք հակառակ ուղղությամբ, այսինքն հռչակվել է ուրիշ ուղղություն եւ հիմա Մոսկվան է տալիս հարց, այսինքն Հայաստանը դեպի ԵՄ ինչ աստիճանով է գնում։ Մյուս կողմից Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանը դեռ ԵՄ չի անդամակցում, այլ ուղղակի մոտիկանում է։ Իսկ Ռուսաստանը հասկանալով, որ հաջորդ քայլը ամեն դեպքում այս ամեն ինչից Ռուսաստանի ոնց որ կողմից հիմնականում ղեկավարվող կառույցից, այսինքն ԵԱՏՄ-ից դուրս գալն լինելու, ուզում է դա կանխել նրանով, որ ստիպել Հայաստանին կամ հիմա դուրս գալ եւ վնասները կրել, կամ դուրս չգալ։ Ենթադրենք, ձեր նկարագրածը տեղի է ունենում 10, 15 կամ 20 տարի առաջ։ Թուրքիան ավելի շատ է սպասում Եվրամիության անդամակցությանը։ Հիմա պետք է որոշումը կայացնի։ Դուք նկատի ունեք Հայաստանին։ Հայաստանը։ Հա, բայց այստեղ գլխավոր հարցը ուրիշ է։ Մի բան է, եթե օրինակ նույն Ռուսաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները լավ են։ Ես ուզում եմ հասկանալ, արհեստական պահանջ է դա, թե ռուսները իսկապես մտահոգված են։ Իր մեջ կան քաղաքական եւ տնտեսական տարրեր։ Տնտեսական տարրը հետեւյալն է. ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն փակ տնտեսական գոտիներն են։ Այսինքն, եթե կա մի երկիր, որը ունի ազատ առևտրի պայմանագրեր երկուսի հետ, ապա ստեղծում է մի գոտի, որով կարելի է ապրանքներ տեղափոխել առանց турքերի։ Եվ պարզա, որ այստեղ իհարկե տնտեսապես ավելի թույլ կողմը, որը հանդիսանում է Ռուսաստանը, մտավախություն ունի, որ իր շուկան պաշտպանված չի լինելու։ ԵՄ-ի շուկան ավելի մրցակցային է եւ ավելի քիչ մտավախություն ունեն այս առումով մի կողմից։ Սա տնտեսական եւ օբյեկտիվ կողմն է։ Քաղաքական կողմը այն է, որ եթե օրինակ առաջ ԵՄ-ն չէր համարվում Ռուսաստանի կողմից դաշնամական բլոկ, ապա հիմա համարվում է այս վերջին տարվա զարգացումների ֆոնին։ Հիշեցնեմ նաեւ այն, որ դեռ 2 տարի առաջ Ռուսաստանը հայտարարել է, որ դեմ է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում անդամակցի, բայց դեմ չէ, որ Ուկրաինան ԵՄ-ում անդամակցի, բայց հիմա իրավիճակը փոխվում է։ Այսպիսով այս համատեքստը եւս կա։